Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ մազահեռացման մեթոդների մասնագետ, էլեկտրոլոգ, տրեյներ Նարինե Ավետիսյանին, արդեն մեր հաղորդման հաճելի եւ սիրելի հյուր։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Տաթև ջան։ Մեր հաղորդումների նախադեպերը թույլ են տալիս ինձ մտածելու, որ մենք ստանալու ենք բավականին հետաքրքիր հաղորդում, լավ զրույց, եւ կսկսեմ ամենատարածված հարցերից մեկով։ Շատերը խուսափում են ասեղային մազահեռացումից, մտածելով, որ դրանից հետո պիտի ծակոտիներ առաջանան, պիտի դեմքի վրա հետքեր մնան։ Որքանով է սա իրատեսական։ Ուրեմն կա այդպիսի վախ իրականում, դեռևս սովետական միությունից մնացած վախեր են դրանք։ Դա սխալ տեխնիկայի արդյունք է, հետևանք է, որովհետև երբ մասնագետը չի կարողանում մտնել ճիշտ մազարմատ, բնականաբար պետք է այրելով մտնի, որպեսզի հասնի։ Դրա հետևանքով լինում են ոչ ցանկալի երևույթները, ծակոտկիներ, մեր ասած փոսիկներ, վերքեր, հետքեր, ինչպես նաև պիգմենտներ։ Այսինքն ռեալ է եւ իրատեսական է, որ կարող է լինել այսպիսի խնդիր, եթե մենք հայտնվել ենք ոչ ճիշտ մասնագետի մոտ։ Այո, այդ նմանատիպ խնդիրներ մենք հաճախ ենք ունենում, հաճախ եմ հանդիպում բախվում նման խնդիրների հետ, երբ արդեն իսկ հաճախորդը գալիս է մեծ այրվածքներով, նույնիսկ արդեն վախեր են լինում, դրա հետևանքով գալիս է ոչ երկրորդ ոչ ցանկալի պահը, երբ որ իրանք ստիպված են լինում այլ մազահեռացման մեթոդից օգտվել, քանի որ վախեցած են լինում ասեղային մազահեռացումից։ Աչքը տեսածից է վախենում։ Իհարկե, բայց սիրով կարող եմ ասել, արդեն sense ուրախալի փաստ է, որ մասնագետները բավականին լուրջ են տրամադրված իրենց մասնագիտության նկատմամբ ու վերջին ժամանակներում հաճախ եմ անցկացնում սեմինարներ ու այնքան ուրախալի է, երբ որ տեսնում ես մասնագետը էլ ավելի ուզում կատարելագործվի, որովհետև դա է աշխատանքի հիմնական ուղեցույցը։ Լավ աշխատանքի, լավ հաճախորդ ունենալու, շատ հաճախորդ, գոհ հաճախորդ ունենալու։ Երբեք մասնագետը երկար չի կարող աշխատել։ Ես այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք առավել շատ, այսպես քննարկվող հարցերի մասին, որոնք վստահ եմ նաև ձեր սենյակում են բարձրաձայնվում, ուստի մինչև ձեզ հասնելը հիմա այսպես մասսայական վերջ դնենք մտավախություններին ու միֆերին։ Հիմա խնդրում եմ ասեք, թե արդյոք կարելի է մազահեռացումից, ասեղային մազահեռացումից անմիջապես հետո գնալ շոքեբաղնիկ։ Առաջի 7 օրը արգելվում է եւ լողավազան եւ շոքեբաղնիկ գնալը, քանի որ այնտեղ ծակոտկիները լավ չեն վերականգնված եւ շատ հեշտությամբ կարող են բորբոքվել։ Հետո կասեք մասնագետներ մեղավոր։ Այո։ Մազահեռացումից հետո շատ կարեւոր է ճիշտ խնամքը։ Դա ինչպես ասում են, լավ արդյունքի համար 50-50 պիտի այսպես փոխհարաբերությունները վստահելի լինեն եւ համագործակցություն լինի։ Շատ լավ։ Ուզում եմ նաև խոսենք պարբերականության մասին, որովհետև այո, մենք կարող ենք լինել լավ մասնագետի մոտ, լավ ու ճիշտ տեխնիկայով սպասարկվել, բայց չպահելով այդ կարևոր կետերը, որոնցից մեկը հենց գրագետ ընտրված պարբերականությունն է, որը խիստ անհատական է, ու չունենալ այն ցանկալի արդյունքը, որի համար այցելել ենք մասնագետին։ Դա այնքան կարևոր է վերջնական արդյունքի համար, ինչքան որ ճիշտ աշխատանքը։ Յուրաքանչյուր մասնագետ հաճախորդին ընդունելից գրանցում է հաջորդ այցելության օրը։ Իսկ եթե հաճախորդը այդ օրը չի գալիս, ավելին չի գալիս դրանից հետո եւս 1 ամիս, ես այսպես եմ բացատրում իմ հաճախորդներին։ Երբ որ մազը սկսում է նորից աճել, մենք հաջորդ այցելության ժամանակ այդ ֆոլիկուլը նորից ենք վնասում։ Արդեն Իսկ ամեն անգամ 0-ից ենք սկսում։ Չէ, երբ որ մենք մազահեռացում ենք անում, մեր հեռացված մազը հաջորդ մեր նշանակած օրը, ինքը երբ որ այդ մազը արդեն սկսում է նոր աճել, նորից ենք իրան վնասում, այսինքն ինքը դեռևս չի կարողանում հասցնի վերականգնվել։ Բայց երբ որ մեր հաճախորդը որոշում է մի քանի ամիս չգալ եւ այդ մազը արդեն նորից վերականգնվում է, արդեն մի քանի ամիս հետո եկած մազի հետ աշխատում ենք նորից 0-ից։ Ու արդյունք ունենում ենք շատ ավելի դանդաղ։ Դրա համար շատ կարևոր է լսել, թե ինչ ցուցումով է կան։ Այո, ուրախալի է, որ իմ հաճախորդները հիմնականում շատ պահպանողական են, պարտաճանաչ գալիս են, դրա համար միշտ ունենում ենք վերջնական արդյունք։
Շատ լավ, դուք նշեցիք, որ 7 օրվա ընթացքում չի կարելի շոքեբաղնիքից, լողավազանից օգտվել։ Այդ չի կարելիների շարքն եմ ուզում շարունակենք, ու կանանց դեպքում թերևս ամենացավոտ հարցը, հա, լավ, իսկ ինչքան ժամանակ չի կարելի դիմահարդարումից օգտվել։ Այդ դիմահարդարում կարող ենք անել 24 ժամ հետո։ Սակայն պետք է օգտվել ավելի թեթև եւ ոչ կոմետոգեն կոսմետիկ միջոցներից։ Տոնային կրեմ կարելի է։ Կարելի է թեթև, այո։ Կարելի է 24 ժամ հետո կարող են շպարվել հանգիստ, որովհետև հիմա բոլորը քթով շնչեցին, բերանավարտա շնչեցին։ Նույնիսկ ունեմ, այսպես կարող եմ հանգիստ ասել անկարգ հաճախորդ, այո, ունեմ անկարգ հաճախորդներ, երբ որ ես սպասարկում եմ, իրանք դուրս են գալիս, մի անգամ շպարում ու գնում են, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է այդպես անեն։ Հիմա մի դեպքում կարող է լինել ոչինչ, բայց հիմնականում պետք է պահել այդ 24 ժամը։ Նաև տարածված կարծիք կա, որ ասեղային մազահեռացումից առաջ պետք է ճակերտավոր ասած թեթևացնել, հետո նոր մոտենալ ասեղային մազահեռացման, որովհետև այսպես շատ ավելի արագ կլինի, քիչ ցավոտ կլինի։ Որքանով է իրատեսական։ Ուրեմն, այո, այդպիսի կարծիք կան եւ շատերը այդպես են մտածում։ Ցավոք սրտի լինում է լրիվ հակառակ էֆեկտը, քանի որ մենք ունենք զոնաներ, որ պետք է միայն կատարվի ասեղային էպիլյացիա։ Այսինքն, եթե այդ լազերի համար հակացուցված զոնան մենք կատարում ենք լազեր, որպեսզի իբր նոսրացնենք, որ ավելի շուտ պրծնենք մազից ասեղայինի միջոցով, լինում է հակառակը։ Աչքի տեղը հոնքնենք վնասում։ Ունենում ենք եւ գումարի եւ ժամանակի կորուստ։ Դրա համար պետք է միանգամից կատարել ասեղային էպիլյացիա, քանի որ ասեղային էպիլյացիան աշխատում է հենց ֆոլիկուլի վրա եւ ամենաճշգրիտ մազահեռացման մեթոդն է։ Իսկ ինչով եք բացատրում այն փաստը, որ շատերն ասում են ես այս կամ այն մեթոդից օգտվել եմ եւ ամբողջությամբ ազատվել եմ մազածածկույթից, բայց մենք մյուս կողմից էլ լավ գիտենք, որ համաշխարհային պրակտիկան ասում է, որ մազածածկույթից վերջնականորեն ազատվելու միակ տարբերակը ասեղային մազահեռացումն է։ Այս երկու բևեռները ինչպես են լուծվում ձեր ոլորտում։ Իրականում լինում է այդպես, որ կարող է 10-ից 1-ի մոտ կամ ինչ-որ տարիքային կամ ինչ-որ հորմոնալ մի հատ այնպիսի բարենպաստ շրջան լինի, որ իրոք մարդը օգտվել է ոչ ցուցված զոնայի համար լազեր եւ վերջնականապես ազատվել է։ Կամ կարա թվացial ազատում լինի, քանի որ լազերը քնացնելու հակում ունի եւ նույնիսկ կարա 3 տարի քնի մազը։ Բայց մեր կարտնանա։ Հա, մի օր կարտնանա, բնականաբար լինում է նաև այդպես, լինում է ընդհանրապես չի արթնանում, բայց քանի դեռ այդ 3 տարվա մասին խոսենք, քանի դեռ այդ մազը քնած է, մենք ձերբազատված ենք հոգսից եւ չունենք ոչ մի հոգս, ասում ենք ինչ լավ է, մենք արեցինք սա եւ սա ինձ օգնեց։ Այո, 10-ից 1-ի մոտ կարող է օգնել։ Ինչ հանգամանքներից ելնելով եւ տարիքային եւ հորմոնալ ինչ որ ավելի հանգիստ վիճակից ելնելով կարող է, բայց սովորաբար ավիրվում է։ Դեմքը ավիրվում է, ունենում են ավել գումար, ծախսած գումարներ, ժամանակներ, հիասթափություններ եւ այլն եւ այլն։ Խորհուրդ չի տրվում, եթե մենք խոսում ենք ճիշտ արդյունավետ մազահեռացում, ապա դա ասեղային էպիլյացիան է։ Դասականը, այսպես կոչված։ Դասականը։ Ձեր խոսքում նշեցիք, որ բացի լավ մասնագետ ընտրելը, ճիշտ տեխնիկա ընտրելը, շատ կարևոր է նաև մազահեռացումից հետո խնամքը, որը արդեն իսկ ամբողջությամբ հաճախորդի ուսերին է եւ իր պատասխանատվության հատակ է։ Ուզում եմ խոսենք այդ կարևոր չափանիշներից, սկզբունքներից, որոնցով պիտի յուրաքանչյուրս առաջնորդվենք ասեղային մազահեռացումից հետո լավ արդյունք ունենալու համար։ Ինչ չի կարելի եւ ինչ կարելի է։ Ինչպես արդեն նշեցինք, շոքեբաղնիկ եւ լողավազան չի թույլատրվում։ Նաեւ ասեմ, ինչքան որ կարեւոր է հետ էպիլյացիոն շրջանը, նաեւ շատ կարեւոր է նախաէպիլյացիոն շրջանը։ Լավ պատրաստվել է պետք։ Լավ պատրաստվել, խոնավեցնել, շատ ջուր խմել եւ խոնավ մաշկի վրա արված էպիլյացիան շատ ավելի արդյունավետ է։ Միֆերից եթե խոսելու լինենք, նաև տարածված կարծիք կա, որ ասեղային մազահեռացումից հետո մեր մաշկը սկսում է ավելի շուտ ծերանալ, որովհետև էլաստիկությունն է կորցնում։ Ինչքանով է ռեալ։
Ասեղային էպիլյացիան էլաստինի եւ կոլագենի շերտը չի վնասում, ուստի եւ դա բացարձակ կապ չունի մեր ծերացման հետ եւ չի կարող ունենալ։ Ծերացման ավելի շատ նպաստում են մեր վատ սովորությունները, ոչ ճիշտ խնամքը եւ այլն, բայց ասեղային էպիլյացիայի հետևանքով ծերացում, շուտ ծերացում, մաշկի ծերացում դա բիֆ է։ Մազահեռացման այլ տարբերակների դեպքում մենք նշում ենք նաև, որ նորից արթնանալը, մազերի շատ կարևոր է, թե ինչպիսի հորմոնալ դաշտ կլինի օրգանիզմում, ինչպիսի այսպես ստրեսային իրավիճակներում կհայտնվի մարդը եւ այլն, ու հատկապես կանանց դեպքում ասում ենք, որ հետծնդաբերական հղիության ընթացքը շատ ուղիղ կապ ունի, Արդյոք հորմոնալ դաշտի տատանումները, ծնդաբերությունները, հղիությունները, կերակրման ընթացքը եւս կարող են ասեղային մազահեռացումից հետո կնոջ օրգանիզմում այնպիսի փոփոխություններ արդյունք լինի, որ նորից արթնանան այդ մազերը կամ նորից վերականգնվեն, նորից աճեն։ Ասեղային մազահեռացումը վնասում է ֆոլիկուլի ընդհանուր աճման գոտին եւ այդտեղից մազ դուրս գալ այլևս հնարավոր չէ։ Բայց ձեր նշած կետերի հետևանքով կարող է լինել մազոտություն, քանի որ հորմոնալ դաշտը երբ խախտվում է, բնականաբար նոր մազածածկույթ կարող ենք ունենալ։ Շատ դեպքերում լինում են, որ կերակրումից հետո այդ ամբողջ անցանկալի մազերը ինքն իրան թափվում է։ Այսինքն հորմոնալ դաշտը կարգավորվում է եւ այդ մազերը թափվում են։ Այդպես է լինում եւ մազոտություն նոր մազոտությունը դա շատ նորմալ երևույթ է օրգանիզմի համար, դա մեր օրգանիզմի պատասխանն է։ Դա մի փոքր անկանխատեսելի է, քանի որ անհատական է օրգանիզմները։ Իսկ ինչ վերաբերվում է ասեղային մազահեռացմանը, ասեղայինից հետո այդ նույն տեղից մազ աճել այլևս հնարավոր չէ։ Իսկ թե նոր այսպես օջախներ կլինեն թե ոչ, դա էլ ոչ մեկ չի կարող ասել։ Եթե մեր այսօրվա զրույցը մենք ամփոփելու լինենք, կխնդրեմ ձեր խոսքը բոլոր նրանց, ովքեր այնուամենայնիվ ունեն վախեր, այնուամենայնիվ մտածում են, որ ասեղային մազահեռացումը դա շատ ցավոտ պրոցեդուրա է, եւ եթե կա ավելի հեշտը, ինչու գնանք ավելի բարդ տարբերակներին։ Ինչու ընտրել մազահեռացման հենց այս տարբերակը։ Այո, ցավոտ է։ Ես անկեղծ չեմ կարող հակառակը ասել, իրոք օրգանիզմներ կան, որ իրենց համար շատ ցավոտ է։ Բայց շատ ուրախալի է, որ մենք կարողանում ենք կազմակերպել ցավազրկում։ Այդ իսկ պատճառով մի փոքր ավելի հեշտանում է։ Իսկ ինչ մնում է այլ մազահեռացման մեթոդներից, իհարկե կարող են օգտվել, եթե ուղղակի ուզում են մի ամբողջ կյանք, այսպես ասած, այս թեմայի շուրջ իրանք տարապեն։ Այդ դեպքում կարող են։ Եթե ուզում են վերջնական արդյունք, պետք է անպայման այցելել ասեղային մազահեռացման այն էլ կուրսով, ճիշտ կուրսով, որպեսզի ունենան ցանկալի արդյունքը։ Դե ինչպես ասում են, ամեն լավ բանի համար պետք է վճարել, եւ այս վճարելը այս դեպքում այդ խիզախությունն է, այդ պատրաստակամությունն է, որ ոչինչ մի քիչ դիմանանք, չնայած այսօր ցավազրկման այնպիսի տարբերակներ կան, որ նույնիսկ դիմանալու խնդիր էլ չկա, բայց ստանալ այն լավ արդյունքը, երբ որ տարիներ հետո, տասնյակ տարիներ հետո դու ուղղակի մոռանում ես, թե ինչ ասել է անցանկալի մազածածկույթ, այս եզրույթը։ Այո, ասեղային մազահեռացումը կնոջը նախ տալիս է ինքնավստահություն։ Միանշանակ։ Ազատ կյանք, այսինքն մարմին, որը ինքը հենց կինն է ընտրում։ Շատ երկար լոգարանում չմնալու հնարավորություն, այսպես կարելի է շարունակել։ Միանշանակ, այո, միևնույն է ինչ մեթոդներից էլ օգտվեն, վերջում կանգն առնելու ասեղային մազահեռացման վրա։ Դրա համար ավելի լավ է չվատնել ժամանակ, գումար եւ միանգամից այսինքն ասեղային էպիլյացիայի պրոցեդուրաներին։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ այս պահին մեզ դիտող, լսող, ռադիո լսող կանայք հատկապես, այդ խիզախությունը կգտնեն իրենց մեջ եւ կորոշեն, որ ավելի լավ է կարճ ժամանակում, թեկուզ մի փոքր անհարմարությամբ, բայց ունենալ այն ցանկալի եւ մշտական արդյունքը։ Շնորհակալություն։ Տելերադիո լսողներ ու ռադիո դիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս մազահեռացման մեթոդների մասնագետ, էլեկտրոլոգ, տրեյներ Նարինե Ավետիսյանն էր։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մենք կհանդիպենք նաև մյուս շաբաթ, ցտեսություն։